Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը Հայաստանից Ադրբեջան մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ի պատասխան հարցին, թե արդյոք պատրաստվում է Բաքվում խոսել հայ գերիների մասին, ասել է, որ այդ հարցը անշուշտ բարձրացվելու է։ Տեսեք, մենք շատ լավ հարաբերություններ ունենք ինչպես այստեղի վարչապետի, այնպես էլ Ալիևի եւ Ադրբեջանի հետ։ Գիտեք, ես լսեցի, որ վարչապետը երեկ ասաց, որ ինքը դրական է տրամադրված խաղաղության պայմանագրի հնարավորության վերաբերյալ, հաշվի առնելով, թե որտեղ ենք հիմա համեմատած մի քանի ամիս առաջ եղած իրավիճակի հետ։ Ուստի մենք անշուշտ կանդրադառնանք մի շարք թեմաների, բայց կարծում եմ, որ մենք շարունակելու ենք շատ արդյունավետ աշխատել ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի հետ։ Միացյալ Նահանգների փոխնախագահի Հայաստան եւ Ադրբեջան այցի ֆոնին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին շարունակում է բաց մնալ Վաշինգտոնի հետ հարաբերությունների վերականգնման համար, չնայած նրան, որ Վենսի հարավային Կովկասի այցի երթուղում Վրաստանը չի ներառվել։ Վրաստանը կսպասի, որքան էլ պետք լինի, համբերատար, մինչև ԱՄՆ-ն փոխի իր դիրքորոշումը։ Ասել է վարչապետ Կոբախիձեն, ճշտող հարցին, երբ կարող է այդ համբերությունը սպառվել, նա պատասխանել է՝ երբեք։ Փարիզից բացի եվրոպական մայրաքաղաքները Մոսկվայի հետ երկխոսություն վերականգնելու մտադրություն չեն հայտնել։ Կրեմլի խոսնակն է այսօր այս մասին հայտնել։ Զուգահեռաբար Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է եվրոպական գործընկերներին ներգրավել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերսկսման գործընթացում։ Պուտինի հետ երկխոսությունը պետք է տեղի ունենա չափազանց շատ միջնորդների չներգրավելով, հստակ մանդատով, ասել է Մակրոնը։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին պաշտպանել է ձմեռային օլիմպիական խաղերի մարզիկի իրավունքը, կրել սաղավարտ, որի վրա պատկերված են Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում զոհված մարզիկները։ Սկելետոն մարզաձևի ներկայացուցիչ Վլադիսլավ Հերասկևիչը սոցիալական ցանցերում գրել էր, որ միջազգային օլիմպիական կոմիտեն արգելել է կրել այդ սաղավարտը խաղերի ժամանակ։ Այս մարդիկ կորցրել են իրենց կյանքը, նրանք սպանվել են եւ նրանք մարզիկներ են, ուկրաինացի մարզիկներ, ասել է ուկրաինացի մարզիկը։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր հերթին X հարթակում շնորհակալություն է հայտնել սպորտսմենին ձմեռային օլիմպիական խաղերում Ուկրաինայի պայքարի գնի մասին աշխարհին հիշեցնելու համար։